ինսուլինի հիմնական ֆունկցիան դա մեր արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորումն է։ Այն օգնում է, որպեսզի գլյուկոզան անցնի դեպի հյուսվածքներ եւ որպես էներգիա ծառայի մեր բջիջների համար։ Խթանում է մկաններում սպիտակուցների սինթեզին եւ ընդհակառակը ընկճում դրանց քայքայմանը։ Եվ հենց պատահական չէ, որ շատ մարզիկներ, բացի հորմոնալ կամ սպիտակուցային հավելումներից, օգտագործում են նաեւ ինսուլին։ Այստեղ ունենք չնայած նաև մեդալի հակառակ կողմը, ինսուլինը ոչ միայն խթանում է մեր ցանկալի մկանների աճն ու զարգացումը, այլև ուռուցքային բջիջների աճ եւ զարգացումը, եւ դրա համար է, որ ինսուլինարեզիստենտականության կամ երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում բարձրանում է ռիսկը օնկոլոգիական հիվանդությունների։ Ինսուլինը անմիջապես խթանում է նաև ճարպային բջիջների աճին ու զարգացմանը եւ երկարատև ինսուլինի բարձր մակարդակը բերում է ճարպակալման, հատկապես որովայնային տիպի ճարպակալման,